որպես պիտի ամենտեղ քո սուվերենությունը հաստատես, ամենտեղ ոչ թե ասենք հրաժարվես քո թեկուս դաշնակից հայկական երկրորդ պետությանը, ասենք դաշնակցային հարաբերություններ հետը շփվելը։ Եթե հիշում եք անմիջապես 18 թվականին մենք հրաժարվեցինք Սփյուռքի նախարարություն ունենալուց, այն դեպքում որ Սփյուռքի ստատուսը բարձրացնել է պետք, որտեղ ռեալի մեջ դա ոչ թե հայ ազգի, այլ Հայաստանի Հանրապետության այսօրով մնացած միակ դաշնակիցն է։ Առաջ երկու դաշնակից ունենք, այ ոնց որ Սիրիան ուներ դաշնակից Լիբանանը, որին նաև զենքով եւ զորքով էր օգնում, այդտենց Հայաստանի Հանրապետությունը ուներ դաշնակից Լիբանը, Արցախը, որին համ զենքով, համ ասենք անձնակազմի կամավոր հատվածով էր օգնում։ Եվ Սիրիան ուներ նաև ուրիշ դաշնակից, որ իրան փողով էր օգնում, Սովետ միություն։ Այդ փողով օգնողը եւ ոչ միայն փողով, այլ նաև ստեղ ծրագրեր իրականացնել, տնտեսական զարգացում, մենք այնքան մեծ հիմար ենք եղել, որ այդ դաշնակցի պոտենցիալից չենք օգտվել։ Եվ հիմա հրաժարվում ենք նույնիսկ իր դաշնակցային ստատուսից, ամեն ձևով իջացնում ենք իրանց ստատուսը, գոնե բարձրացնենք, որովհետև ասենք մենք շատ թույլ դիվանագիտություն ունենք, ցավալի է, դա մեր դեսպանների ընտրությունով է երևում, ցանկացած գերտերություն հենց նայեք ովքեր են նշանակված, էլ անունները չտամ, ոչ մասնագետ եւ այլն։ Այդ դա մեր դիվանագիտության թուլության մասին է, եւ դու կարաս ուժեղացնես քո դիվանագիտությունը, համատեղելով քո դաշնակցի հետ քո գործողությունները դիվանագիտական դաշտում։ Ես նկատի ունեմ Սփյուռքի հետ։ Այն մի դաշնակցին մենք կորցրեցինք, ու այնքան աղմախն ենք, որ թուրքերին չենք հակադարձում, որ կոնտրիբուցիա 50 միլիարդ, ես իմի դեբիլ ենք, էլի ասենք, վախեցած պպզած ծռան վերգո ենք։ Բոլորս իդեպ։ Թուրքերից վախենում ենք, ինչ է ստացվում, պարոն Վարդանով, թուրքերից կամ ադրբեջանցիներից վախենում ենք, ռուսներից չենք վախենում, ռուսական հնարավոր ագրեսիայից չենք վախենում։ Հիմա կույ պատմությունը։ Կարող մանկության տարիներից մոռացած լինեն շատ-շատերը ձեզ դիտողները կամ մեզ դիտողները։ Այդ կկու շատ լավ պատմություն է։ Այդ համ կացինը բերեմ, կդրեմ ապուշ, երեխուտքից ուտեմ։ Այդտենց մեզ ապուշի տեղ դրած ծռան վերգոին ինչի տեղ կուզես կդնես։ Հիշենք Բուրատինոյի արկածների Ալիսայի եւ բանի երգը Կատու Բազիլիոյի։ Ոնց ուզես կօգտագործես, էլի ասենք։ Վախեցածին հիմարին եւ այլն։ Այ մենք վախեցած հիմարի մեկն ենք, մեր վզին ինչ ասես կարամ փաթեն հիմա, եթե մենք չգիտակցենք մի բան։ Պետության ղեկավարությունը ահազանգում է պատերազմի մասին։ Վարչապետի մակարդակով, արտաքին գործերի նախարարը, որը որ անմիջապես թուրքերի հետ շփվում է իր մակարդակով, պաստորեն դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դա պիտի լիներ բայկոտ ժողովրդի կողմից ցանկացած աշնանային բերքահավաքային փառատոններին, ցանկացածին կապ չունիով է կազմակերպել եւ լարված ռազմամարզական ակումբներում, ռազմամարզական հասարակական կազմակերպություններում պարապելը։ Իսկ եթե մի քիչ ավելի դուխով են, ծռան վերգո վիճակից դուրս են գալ, եթե քացով բանկամատի դուռը բացում են, զինկոմիսարիատին ու իր բոլոր վերադասներին հայհոյելով, կոպիտ հայհոյանքներով, ասում են խիչ է ստանում մեզ պարապելու։ Բա մեր երկրի ղեկավարը թուրքերի հետ ամենաշատ շփվող գերատեսչությունը ասում են պատերազմը հնարավոր։ Դու խես քո պլանային այ ինչեր ու մեր քրֆելով թեկուս տարեք մեզ վարժանքների։ Նայեք, հասարակությունը շատ հաճախ չի նկատում իր հսկայական դերը, որ ինքը կարա խաղա այս երկրի ապագայի մեջ։ Սրանից 4 ամիս առաջ եղավ ջրհեղեղը։ Ոման եւ որոնողափրկարարական ակումբների միությունը համատեղ 47 հոգու հասցրեցինք Ալավերդին։ Իսկ
կրթության նախարարությունը 2 սպրինտեր, ամենի մեջ մոտ 15 հոգի։ Փաստորեն մեր ամենա գերատեսչություն իրոք գերատեսչությունը, որտեղ երևի կես միլիոն մարդ ունի իր ձեռի տակ, աշակերտներից միջև ասենք ես իմ որ բանակից էլ ավելի շատ մարդ ունի իր ձեռի տակ, ընդամենը 30 հոգի, ու դա ինչից էր, հասարակությունը ձեռները լվում, քաշվում ամիան, ասում է թող պետությունն անի։ Պետությունը տենում եք չի անում, ուրեմն ինչ, ասենք պատալոկս ծակվեց, հարևանի ջուրը եկավ լցվավ։ Ոնց որ մեր դեպքում հենց հիմա։ Հա, եկավ լցվավ։ Ինչ պետք է անես։ Կամ դատարես այդ սենյակից օգտվել, պրիտոմ ինքը չի ուզում ոչ մի բան անի։ Ասում է դիմի դատարան, ես իմ գնա համատիրություն, թուրքավարի է իրան պահում, էլի չի ընդունում, որ ինքը հանցագործ է։ Կոնկրետ մարդու մասին չի խոսքը կամ ձեր հարևանի, ընդհանրապես։ Ինչ է կատարում։ Դուք կարող է 4 ամիս դատարանը տևա, ու եթե կաթում էր ունիտազի վրա, դու ստիպված ես լինելու այգում մի քիչ փոս փորես ու գնաս այդ փոսը ցուկարան, ասենք այդ կարիքները թոքալու, կարող է գործ կա անելու, միջև պետությունը միջամտի, կարող է գործ կա անելու, միջև պետության այդ երիշխանության ճյուղերից մեկը, էլի ասենք այդ Տեմիդան դատարանը որոշի, որ այս մարդը պետք է բան անի։ Հələ մի 4 ամիս դատարան, հետո բանը դահակը, մահակը, ես իմ ինչ եկե, ասենց սիրում ենք սովետական միությունից էսյան տարերը կապած իրար ու բան անել շատ հաճախ իմաստը չհասկանալով։ Հա, ուրեմն այդ նայեք ինչ է ստացվում 4 ամիս կեթա դատարանը, դա լավագույն դեպքում, այո։ Մի 2 ամիս էլ փոխանցելը, մի ամիս էլ ռեմոնտը։ Կես տարուց ավել դու ստիպված ես լինելու կամ ես իմ համար դեբիլ լինելու պատճառով հույսս ուրիշի վրա դեբիլավարի կներեք որ անպատվում եմ, բայց դեբիլություն ասա էլի դնելով հույսը ուրիշի վրա, կապ չունի դա ուրիշը ով է, զրկում ես քեզի ցիվիլ զուգարանից օգտվելու հնարավորությունից։ Հասկանում եք, դա մեր մեղավորությունն է, որը որ բխում է թամբալությունից եւ իշխանության շլանգությունից։ Ես որ շլանգ եմ ասում, շատերը մտածում են դա ոչ մի բան չանելն է, չէ։ Մեր իշխանավորները շլանգ են, ռազմաքաղաքական, գիտաքաղաքական, գիտական, իրանք սաղ շլանգ են ու կարամ ապացուցեն։ Շլանգը ինչ է անում։ Ինքը ինչ որ ուզորով ընկած է գետնին, պաշտուն է ստացել, ընկնում է գետնին, չինովնիկը։ Մեջով ջուր է եթում, փաստաթղթերի հոսք, հնարավոր է մտքերի հոսք, որը իրանը չի դառնում, որովհետև իր մեջով անցնում, ստից դուրս է գալի։ Ու ինքը այդ որպես խողովակ, ասենք, ապահովում է այդ հոսքը։ Բայց մարդու համար մի քիչ չի այդ ֆունկցիոնալը։ Կարող է մի քիչ ավելի շատ բան է պետք անել։ Կարող ասենք շլանգ օլորես, ես իմ ինչ անես, ճշումով կարնաս հանես 10 մետր վերև։ Շատ գործ կա անելու էլի։ Իսկ բանա դա միայն պետական մարմիններին չի վերաբերվում։ Հիմա որ զինկոմիսարիատի դուռը ծեծեն, շատ չեմ ասում, 500-ից 600 հոգի ռայոններում, իսկ Երևանի զինկոմիսարիատներում, քանի որ ստեղ հարյուրավոր հազարներ են ապրում զինկոմիսարիատը կոնկրետ մեկը սպասարկվող, ասենք 1000 հոգի։ Տար մեզ պարապելու։ Ինչ են անելու։ Չպետք է տանեն։ Չեն կարա։ Պոպուլիստական իշխանությունն է ու միշտ եղել 90 թվի մայիսի ծեսքում միշտ եղել ենք պոպուլիստական։ Այդ որ ասում են կեղծիք, լցել, մցել, փող տալ, առնել, ուրեմն կարևոր է եղել, չէ՞ որ ձայնը որ լցել են։ Ուրեմն կարևոր է եղել, չէ՞ ձայնը որ առել են։ Դա խոսում է դրա մասին, որ դու չես կարող Դե Գոլի նման, Ֆրանսիայի նախագահի նման տանես առաջ այն ինչ որ անհրաժեշտ է քո երկրին, այլ ընտրողների ձայնը չկորցնելու համար
առաջին նախագահից մինչև այսօրվա վարչապետը, սա նույն բանն են այդ հարցում։ Տակ են տալի, չգիտեմ, անմակարդակ երաժշտություն հեռուստացույցներում, մաքսիմալ դիսկոմֆորտ չառաջացնել լայն զանգված ընտրողների մոտ։ Ընտրողը ընդհանրապես դա զգալի մասը քիչ ընտրությունով եւ քաղաքականությունով հետաքրքրվող մարդիկ են։ Երբ որ ինձ ասում են դու քաղաքականությունով չես զբաղվում, ասում եմ այո, չեմ զբաղվում, բայց դա չի նշանակում, որ չեմ հասկանում։ Կարդում եմ, ուսումնասիրում եմ, դիտում եմ, վերլուծում եմ, հետևում եմ, ուղղակի այն գործը, որ ես ստանձնել եմ, ռազմամարզական եւ ռազմահայրենասիրական կառույցները առաջ տանել Հայաստանում եւ ինքնագիտակցությունը հայ ազգի բարձրացնելով իր կենսունակությունը, իր ողջ մնալու ցանկությունը, դրա մակարդակը բարձրացնելով, ես իրավունք չունեմ քաղաքական ինչ-որ տեղ կարծիքներ հայտնեմ տարբեր բաների վերաբերյալ, մեկ լինում է, երբ որ հիմարաբար ինչ-որ քաղաքական գործիչ գալիս մտնում է, ասենք ռազմական ոլորտ, ստիպված եմ մնում, ասես թաթիկին տամ, ասեմ, տարելի ոտը տարա, ինչ գործ ունես, էսի քո ոլորտը չի, թողեն, չգիտեմ, ինչիկները դրանով զբաղվեն, էլի ձեր կողմից նշանակված։